Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Բավականին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում Ուկրաինայի շուրջ։ Խոսքը քաղաքականության մասին է։ Միացյալ Նահանգներն ըստ ամենայնի փոխում են իրենց դիրքորոշումը ընդհանրապես այս պատերազմի նկատմամբ։ Ինչպես հայտնի է, Թրամփի վարչակազմը խաղաղության կարգախոսներով եկավ Սպիտակ տուն եւ ձեռնամուխ եղավ զինադադարի խաղաղության հասնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ։ Եվ ջանքեր գործադրեց այդ ուղղությամբ, որքանով էին դրանք իրատեսական, որքանով ոչ, դա այլ քննարկման առարկա է, որովհետև հենց ի սկզբանե կային լրջագույն կասկածներ, որ Թրամփին կհաջողվի համոզել Պուտինին դադարեցնել այն պատերազմը, որը հենց Պուտինն էլ սկսել էր իր կայսերապաշտական ծրագրերն իրականություն դարձնելու համար։ Հիմա մենք լսում ենք հայտարարություններ, որոնք այլևս ոնց որ թե իրավիճակային չեն, այլ ուղղակի համակարգային միտում են իրենցից ներկայացնում։ Դոնալդ Թրամփն ասում է այն մասին, որ Ռուսաստանը թղթե վագր է, իսկ Մեդվեդևը, որը սովորաբար միջուկային թեմաներով սպառնալիքների հեռարձակողի դերում է, ընդհանրապես բթամիտ է անվանում։ Նրանից հետ չի մնում իր տեղակալը փոխնախագահ Վենսը, ով ասում է այն մասին, որ այժմ քննարկվում է Թոմահոուկ տիպի հրթիռներ Ուկրաինային մատակարարելու հարցը, դեռ որոշում չկա, բայց քննարկվում է։ Եվ ուշագրավ է Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելլոգի հայտարարությունը այն մասին, որ Ուկրաինան այլևս չունի որևէ սահմանափակում Ռուսաստանի տարածքը խոցելու այն խորությամբ, որ խորությամբ թույլ կտան Ուկրաինայի հնարավորությունները, որն էլ գնալով ավելի մեծանում է։ Այսինքն պատերազմը շարունակվում է, իսկ Ռուսաստանի վիճակը գնալով վատանում։ Այսօր պարզ դարձավ, որ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նավթավերամշակման հնարավորությունների 38%-ը այլևս գոյություն չունի։ Եվ դրա գոյություն չունենալու պատճառը Ուկրաինայի անօդաչու սարքերի թիրախային հարվածներն են։ Այս ֆոնին իհարկե բավականին ակտիվացել են հայ-ուկրաինական շփումները։ Վարշավայում հանդիպում տեղի ունեցավ արտգործնախարարներ Միրզոյանի եւ Սիբիգայի միջև, արձակվեց պաշտոնական հաղորդագրություն եւ հայտնի դարձավ, որ նախարար Սիբիգան նախարար Միրզոյանին հրավիրել է Կիև։ Փորձենք գնահատել այս տարերից ձևավորված քաղաքական պահը եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից է, դիվանագետ, հայագետ, Հայաստանում Ուկրաինայի դեսպան նախկին Ալեքսանդր Բոշկոն։ Բարև ձեզ, պարոն Բոշկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարև ձեզ, սիրելի պարոն Մեհրաբյան, բարև ձեզ, սիրելի հայ բարեկամներ, ուրախ եմ շփվելու ձեզ հետ։ Պարոն Բոշկո, եւ ուրեմն մենք առնչվում ենք Միացյալ Նահանգների դիրքորոշման կտրուկ փոփոխության հետ եւ ինչպես եք դուք այն գնահատում։ Համեցեք։ Իհարկե դա շատ կարևոր փոփոխություններ են
Ուկրաինայի համար, որովհետև եթե հիշենք առաջին հանդիպումը Զելենսկու և Տրամպի առաջին հանդիպումը Սպիտակ տանը, ապա եթե համեմատենք, ապա փոփոխությունները շատ զգալի են։ Եվ Տրամպը արդյոք ավելի լուրջ գնահատում այն ինչ որ տեղի ունենում ռուս-ուկրաինական պատերազմում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ինքը հասկանում է ով է իսկական ագրեսորը, որ չի կարելի նույն մակարդակին նել և ագրեսորին և զոհին, և բացի դրանից նա ենթադրել է, որ Ուկրաինան իրոք կարող է վերադարձնի իր կորցրած օկուպացված Ռուսաստանի կողմից օկուպացված հողերը։ Դա շատ կարևոր է և իհարկե ոգևորում է մեզ ուկրաինացիներից, որովհետև իրոք մենք հասկանում ենք ինչ մեծ դեր ունի Ամերիկան աշխարհում և ինչ շատ բան է կախված իրենից, իր դիրքորոշումից և իր կոնկրետ գործողություններից։ Այն ինչ որ ասել է Ամերիկայի նախագահ Տրամպը, դա շատ կարևոր է։ Դա վկայում է, որ արդեն հիացմունքը ռուսական Պուտինով անցնում է և նա ավելի լուրջ է ընկալում այն բոլոր իրադարձությունները, որ տեղի են ունենում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք հույս ունենք, որ այս խոսքերից հետո ինչ-որ նման գործողություններ արդեն կունենան։ Եթե մենք խոսենք Ամերիկայի օգնության մասին, որը նա պատրաստ է տրամադրել Ուկրաինային։ Շատ կարևոր է, որ այն օգնությունը, Ամերիկայի օգնությունը զենքով, ռազմավարական նյութերով, ամեն տեսակի շարունակվում է։ Իհարկե նա արդեն այդ ամեն ինչ արդեն ուրիշ ձև ունի։ Այսինքն Եվրոպայի միջոցով մենք ենք ստանում և ոչ թե անմիջապես Ամերիկայից ինչպես առաջ է եղել։ Այնուամենայնիվ դա շատ կարևոր է և ամեն օր, երբ որ մենք կռվում ենք, շարունակում ենք կռիվը Ռուսաստանի հետ, այդ օգնությունը շարունակում է ունենալ մեծ դեր և մեծ նշանակությունը։ Մանավանդ դուք արդեն նկատել եք, որ պատերազմը արդեն մի տեսակ նոր ձև է ընդունում։ Եթե առաջնային ֆրոնտում շփումները շարունակվում են փոփոխական հաջողություններով, ապա Ուկրաինան ամենահաճախ հասնում է շատ ցավոտ հարվածներ Ռուսաստանից և դա վերաբերում է նավթային կոմպլեքսներին։ Եվ դուք արդեն նշել եք, որ իրոք Ռուսաստանը կորցրել է ավելի քան 30% իր հնարավորությունների նավթային սեկտորում։ Եվ այդ քաղաքականությունը Ուկրաինայի, ռազմական քաղաքականությունը
շարունակում է այդ ուղղությամբ։ Մենք կարելի ասել, որ գտնել են ցավոտ տեղը Ռուսաստանի, որը զգացնել պետք է եւ ոչ միայն զգացնել, այլ հնարավորություն կտա փոխել ամբողջ մթնոլորտը, ամբողջ պատերազմի ընթացքը։ Եվ դա շատ կարևոր է իհարկե։ Եվ տեսնենք հետագայում ոնց է շարունակվելու այդ ամեն ինչ եւ ինչ արդյունքներին մենք կարող ենք հասնել։ Հիմա ամենակարևորը մեզ համար կանգնացնել Ռուսաստանի առաջխաղացումը։ Ուղղակի այդ հարվածները, որ նա հասնում է ամեն օր Ուկրաինայի, իհարկե շատ ցավալի են մեզ համար։ Իհարկե։ Եվ պետք է ասեմ, ոչ միայն դրանով, որ նա ռմբակոծում է մեր խոշոր քաղաքները, մեր գործարանները, այլ ուղղակի այն փաստը, ինչ ուժի հետ մենք գործ ունենք։ Ես ձեզ ասեմ, որ վերջին հարվածի ժամանակ, որը Ռուսաստանը հասնել է Ուկրաինային, նա պատկերացրեք, ռմբակոծել է գերազմանատունը Կիևում, եւ մանավանդ այն տեղը, որտեղ տահված են մեր զինվորները, որ զոհվել են պատերազմում։ Դուք պատկերացնում եք, դա ինչ մակարդակի ցինիզմ է։ Եվ դրա համար իհարկե զարմանալի չէ, որ տեսնելով այդ ամեն ինչ, ունենալով նման ինֆորմացիան, Թրամփը փոխում է իր դիրքորոշումը եւ ավելի լուրջ է, սկսում է ավելի լուրջ գնահատել այն, ինչ որ կատարվում է մեզ մոտ։ Պարոն Բոշկո, Ուկրաինայի, այսպես ասենք, հարևանությունում էլ շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, մասնավորապես Մոլդովայում։ Մոլդովան շատ կարևոր է նաև Ուկրաինայի հետ ներկայիս հաղորդակցության համար, ինչպես հայտնի է, օրինակ, Հայաստանից Ուկրաինա մեկնելու համար ես գոնե այդպես եմ մեկնել, մեկնում ենք Քիշնև եւ այնտեղից Օդեսայով մեքենայով գնում Կիև։ Եվ ահա Մոլդովայում տեղի ունեցան ընտրություններ, Ռուսաստանը գործի էր դրել իր ողջ հիբրիդային գործիքակազմը, սակայն Ռուսաստանը ոչ միայն պարտվեց, Ռուսաստանը ուղղակի նոկաուտի ենթարկվեց Մոլդովայում, հա։ Ինչ արձագանք այն գտավ Ուկրաինայում եւ ձեր անձնական այսպես զգացողությունները, տպավորությունները, գնահատականները համեցեք։ Չեմ տաքսնի, որ ընտրություններից առաջ մենք բոլորս մի տեսակ տագնապի մեջ ենք, որովհետև իրոք Մոլդովայի ղեկավարի դրությունը բավականին ուժեղ չէր եւ այն ինֆորմացիան, որ գալիս էր Մոլդովայից, ապա վկայում էր, որ իհարկե ռուսամետ ուժերը կարող են լուրջ ինչ-որ հաջողության հասնեն, որովհետև Ռուսաստանը այնքան փող է ներդրել այն կամպանիայի մեջ, ուղղակի ստեղծել է ամբողջ լայնածավալ ցանցը, ռուսամետ լայնածավալ, որը հատուկ դեպրոցը հետո կուրսեր է անցել, ինչպես հասնել հաջողության
ընտրություններին խապելով ամեն տեսակի պրովոկացի դիմելով որպեսզի իրոք նա կարող որպեսզի դրությունը թույլատրել Սանդոյի դրությունը այո դրա համար երբ որ անձամբ ես հետևում եմ իհարկե երբ որ տեսել եմ արդեն առաջին արդյունքները ես էլի որ երրորդ անգամ ինձ համար ուղղակի հարցած է Մոլդովայի իշխանության գործողություններով որոնք ցուցադրել են մեզ բոլորիս համար որ քիչ է ձգտել դեպի դեմոկրատիան հարկավոր է իմանալ ինչպես պաշտպանել դեմոկրատիան եւ պաշտպանել դա որովհետեւ ինչ տակցնեն իրոք Պուտինը որպես ավտորիտար ղեկավար որպես իսկ Ռուսաստանը որպես ավտորիտար երկիր իհարկե իր համար այդ դեմոկրատական սկզբունքները այսպես ասած ոչ մի բան շնակություն չունեին դրա համար մենք սպասում էինք որ իրոք ահագին լուրջ հարձակում լինի Ռուսաստանի կողմից բայց Ռուսաստանը թերագնահատել երևի Մոլդովային եւ Մայա Սանդոյին եւ արդյունքում մենք ունենք այդպիսի արդյունք որ իրոք Մոլդովան հնարավորություն է շարունակել իր քաղաքականությունը Եվրոպամետ քաղաքականությունը եւ ինչպես գիտեմ եվրոպական միությունում հիմա ավելի լուրջ են վերաբերվում եւ Մոլդովային եւ իհարկե Ուկրաինայի հնարավորություններին որպեսզի մենք որքան հնարավոր է շուտ փորձենք մտնել Եվրոմիության մեջ իհարկե դա երկարատև ընթացք է բայց այդ քննությունը որ հանձնել է Մոլդովան դա շատ կարևոր է եւ շատ կարևոր է Եվրամիության ղեկավարների համար այո Իսուրճը ընտրություններից առաջ այցելել է եւ Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի ղեկավարը եւ իհարկե դա էլի որ երրորդ անգամ վկայում է դրա մասին որքան Եվրոպայի համար կարևոր է այն ինչ որ կատարվում է այս տարածաշրջանում Մոլդովայի եւ Ուկրաինայի տարածաշրջանում որովհետեւ ինչ տակցնեն եթե արդյունքը ուրիշ լիներ իհարկե դա մեծ հարված կլիներ մեզ ուկրաինացիների համար ռուս-ուկրաինական պատերազմում եւ դա բոլորը գիտեին դրա մասին եւ մանավանդ դա գիտեին Մոլդովայի ղեկավարները որոնք ամեն ինչ արել են որպեսզի թույլ չտան որ Պուտինը կարողանա անցկացնել իր ծրագիրը Մոլդովայում եւ դա շատ կարեւոր է եւ գնահատելի է Պարոն Գոշկո այս իրադարձություններին զուգահեռ ինչպես վստահ եմ դուք էլ հետևում եք տեղի է ունենում Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների շատ լուրջ ակտիվացում
մեր արտգործնախարարներն են հանդիպել Վարշավայի անվտանգության համաժողովի շրջանակներում, երկուսն էլ այնտեղ են, թե նախարար Սիբիգան, թե նախարար Միրզոյանը, այդ հանդիպումը տեղի ունեցել եւ մենք կարդում ենք հաղորդագրության մեջ, որ պարոն Սիբիգան պարոն Միրզոյանին հրավիրել է այց կատարել Ուկրաինայի մայրաքաղաք։ Սակայն այս իրողությունն էլ այն է, որ ոչ Հայաստանում էլ Ուկրաինայում էլ կան դեսպանություններ, բայց չկան դեսպաններ, ինչը կարծեք թե նորմալ վիճակ չէ։ Ինչ եք կարծում մեր երկկողմ հարաբերություններում ձեր կարծիքով նաև որպես նախկին դեսպանի, որպես դիվանագետի, որ շատ լավ գիտի թե հայաստանյան իրողությունները, թե ուկրաինական իրողությունները, նաև ուկրաինական դիվանագիտությունը գիտի ներսից, ինչ առաջնահերթ անելիքներ կան, ինչպես է գնահատում այս ընթացքը եւ ինչ հեռանկար եք տեսնում այս ամենում, համեցեք։ Իհարկե շատ կարևոր է, որ մեր գործնախարարները հանդիպել են Վարշավայում, հիշեցնեմ, որ դա արդեն երկրորդ հանդիպումն է, մեկ տարի առաջ էլի նույն կոնֆերանսի շրջանակներում իրենք հանդիպել են, բայց ի տարբերություն անցյալ տարվա հանդիպումից այս անգամ մենք արդեն ունենք շատ կարևոր մի բան, այսինքն պարոն Սիբիգան, մեր արտգործնախարար, հրավիրել է Արարատ Միրզոյանին, որպեսզի նա այցելի Ուկրաինա։ Հիշեցնեմ, եւ դա կնշանակի, որ դա արդեն պաշտոնական հանդիպում կլինի։ Իհարկե։ Միջպետական փոխհարաբերությունների մեջ։ Հիշեցնեմ, որ վերջին միջպետական հանդիպումը եղել է 2020 թվականին, երբ որ տեղի է ունեցել համատեղ հանձնաժողովի հայ-ուկրաինական համատեղ հանձնաժողովի նիստը։ Եվ արդեն տեսնում եք քանի տարի է անցել, մինչև մենք արդեն կարողացել ենք կոնկրետ նշել, որ եկեք եկող տարի նիստը անցկացնենք, որովհետև արտգործնախարարի հանդիպումը դա ոչ միայն երկու անձի հանդիպումն է, այլ երկու երկրների շատ կարևոր ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեն բոլոր կարևոր հարցերը, որը կարևորագույն են թե Հայաստանի, թե Ուկրաինայի համար։ Եվ բացառված չի իհարկե, որ Սիբիգան արդեն համապատասխան հանձնարարություն է տվել, որպեսզի այդ այցի համար արդեն սկսեն պատրաստել համապատասխան նյութեր, որովհետև իրոք դա արդեն խոսելու բան կա, քննարկելու բան կա, եթե այնքան տարի է անցել եւ մենք միայն հիմա համաձայնվել ենք, որ եկեք այստեղ Կիևում հանդիպենք, քննարկենք, մենք որտեղ ենք գտնվում, թե Հայաստանը, թե Ուկրաինան։ Իհարկե այս տարիների ընթացքում շատ բաներ են տեղի ունեցել եւ Հայաստանում եւ Ուկրաինայում
ուղղակի մեր դիրքորոշումները փոխվել են լրիվ, հասկանում եք, եւ դա շատ կարևոր է, բացի դրանից, որ պատերազմը շատ մեծ վնասը պատճառել թե Հայաստանին, թե Ուկրաինային, այդ երկու պատերազմը շատ մեծ վնաս են պատճառել եւ մեր փոխհարաբերություններին կարելի է ասել։ Այո։ Եվ դրա համար իմ կարծիքով եթե խոսենք մեր արտգործնագրերի հանդիպման մասին, ամենակարևոր արդյունքը դա իրենց պայմանավորվածությունը, որ պարոն Միրզոյանը այցել է Ուկրաինան։ Հիշեցնեմ, որ մեր արտգործնախարարությունները ունեն արձակրություն եւ այն արձակրության մեջ այնտեղ նշված է, որ Ուկրաինան եւ Հայաստանը պետք է հանդիպեն առնվազն 2 անգամ մեկ տարի։ Այո։ Այնտեղ հատուկ կետ կա։ Ես նկատի ունեմ, որ ներկայացուցիչները իսկ դա արդեն այն ինչ որ մենք ունենք հիմա արդեն տեսնում ենք որ մոռացել ենք այդ արձանագրությունը իհարկե կարելի է բացատրել դրանով որ իրով շատ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել այդ ժամանակի ընթացքում այնուամենայնիվ երբ որ մեր գործնախարարները պայմանավորվել են հանդիպել, դա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Դեն սպասենք, որովհետև հիմա այսպես ասած պատասխանը Հայաստանի կողմից արդեն պետք է լինի։ Շատ շնորհակալ եմ, պարոն Բոշկո, ձեր այս չափազանց կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար իսկ ձեր հրաշալի երկրին շուտափույթ հաղթանակ եւ խաղաղություն եմ մաղթում։ Սլավա Ուկրաինե, մինչ նոր հանդիպում։ Հերոյեմ սլավա։ Ամենայն բարիք։ Շնորհակալ։ Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր արտակարգ եւ լիազոր դեսպան Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան դիվանագետ հայագետ Ալեքսանդր Բոշկոյի հետ լսեցինք իր դիտարկումները կապված Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունների, ինչպես նաեւ Հայաստան-Ուկրաինա միջպետական հարաբերություններում առաջիկա նոր փուլի վերաբերյալ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։